մոլախոտներից մաքրում ենք։ Երկուսով ձեռքով մաքրում ենք, ազատում ենք մոլախոտերից։ Ով է այսօր ճանաչում Հայաստանում կամ հայության մեջ գեներալ Լայոնել Դանստերվիլին։ Գրեթե ոչ ոք։ Պատմաբաններից բացի, ընդ որում որոշ պատմաբաններից միայն, բացի գրեթե ոչ ոք։ Եվ սա ամենամեծ հերթական անարդարություններից մեկն է, որ առկա է մեզանում։ Հայ ժողովրդին մեծ ծառայություններ մատուցած բրիտանացի այս գեներալի անունը լիովին մոռացության է մատնված։ Ընդ որում ոչ միայն մոռացության է մատնված, այլև ենթարկվել է նախ բոլշևիկյան, հետո նաև խորհրդային, հետո նաև նեոբոլշևիկյան, այսինքն հետ խորհրդային Հայաստանի կողմից սևացման եւ ռուսական բոլշևիկյան ռոպագանդայի հուշկու հարվածներին է ենթարկվել եւ մատնվել մոռացության, իսկ եթե հիշատակվել է, ապա հիշատակվել է կամ հիշատակվում է միայն բացասական առումով եւ զարմանալիորեն կապված 26 կոմիսարների հետ, ոչ թե այն դրական իրադարձությունների, որոնց մասնակիցն է եղել գեներալ Դանստերվիլը եւ այն հակասական նաեւ ավարտի, որով ավարտել է իր առաքելությունը կապված հայերի հետ։ Գեներալ Դանստերվիլը հնդկական կողմում, Հնդկաստանում Միացյալ Թագավորության, Մեծ Բրիտանիայի կայսերական բանակի բարձրաստիճան ռազմական սպա էր, որը գտնվում էր Բրիտանիայում, վերադարձել էր Անգլիա, իր հայրենիք, թեև ինքը ծնվել էր Շվեյցարիայում, երբ առաջին համաշխարհային պատերազմից հետո 1917 թվականին տեղի ունեցավ հոկտեմբերյան բոլշևիկյան հեղափոխությունը եւ ռուսական կայսերական բանակը ամբողջ ճակատով մեկ փլուզվեց։ Իհարկե փլուզումը տեղի ունեցավ նաեւ եւ մասնավորապես կամ հատկապես Հայաստանի հողերի տարածքներում, այն տարածքներում, որտեղ իբրև թե որոնք ազատագրել էին իբրև թե ռուսները եւ որտեղ ռուսական զորքերն էին կանգնած։
Սա լուրջ մտահոգություն առաջացրեց Մեծ Բրիտանիայում, որովհետև Բրիտանիայում հասկանում էին, որ ռուսական վակուումը լցվելու է թուրքերով։ Եվ բրիտանական կայսրությունը ամբողջությամբ դեմ էր տարածաշրջանը եւ հատկապես Հայաստանի տարածքը Թուրքիային փոխանցելուն։ Թուրքիան Մեծ Բրիտանիայի թշնամին էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո էլ բրիտանացիները հստակ գիտակցում էին թուրքական վտանգը Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի համար։ Իհարկե բրիտանացիների առաջնային հոգսը չէր հայերի խնդիրները ամենամտահոգողը չէին, մտահոգողը կոնկրետ Անդրկովկասի կամ այսօր Կովկասի պարագայում այն էր, որ կար լուրջ մտավախություն եւ հիմնավոր մտավախություն, որ Բաքվի հռչակավոր եւ խիստ մեծարժեք նավթահորերը կընկնեն թուրքերի ձեռքը։ Ընդ որում արդեն 18 թվականին թուրքերը, թուրքական բանակը Ադրբեջանի այսօրվա տարածքում ստեղծեցին ադրբեջանական հանրապետությունը։ Դա թուրքական նախագիծ էր, թուրքական երկրորդ պետություն ստեղծելու համար, որպեսզի իրենց վրա չվերցնեն քաղաքական հարված առաջին համաշխարհայինից հետո, թուրքական իշխանությունները եւ կառավարությունը որոշում ընդունեցին Թուրքիայի ճակերտների մեջ մասնաճյուղ ստեղծել այսօրվա Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանցիներն այդ ժամանակ կոչվում էին թաթարներ կամ կովկասյան մահմեդականներ կամ թարթարներ եւ ստեղծվեց նաեւ Կովկասի մահմեդական կամ մուսուլմանական բանակը, որը սկսեց պատերազմել եւ ջարդել մասնավորապես հայերին։ Միացյալ Թագավորությունը վերահսկողություն հաստատելու համար Բաքվի նավթային հանքահորերի վրա անմիջապես սկսեց մտածել ինչպես անել, որպեսզի այդ նավթահորերը չանցնեն թուրքական տիրապետության տակ, որովհետև դա ռազմավարական կարևոր ռեսուրս էր։ Եվ անդրադարձ եղավ առաջարկ եղավ գեներալ Դանստերվիլին, որը այդ ժամանակ ըստ էության թոշակի մեջ էր գտնվում, վերադառնալու ռազմական ծառայության եւ Իրաքից Իրանով կազմելու մի փոքր, բայց էլիտար ռազմական միավորում, խումբ, որը կկարողանար անցնելով այսօր Կովկաս օգնել հայերին եւ վրացիներին պայքարելու կովկասյան թաթարների եւ Կովկասի իսլամական բանակի դեմ։ Միաժամանակ նպատակն էր նաեւ բոլշևիկների դեմ պայքարը, որովհետեւ բոլշևիկները հավակնում էին իշխանություն ստանձնել ռուսական կայսրության, նախկին ռուսական կայսրության ողջ տարածքում եւ դա նույնպես սպառնում էր բրիտանական շահերին։ Դանստերվիլը անցավ Իրան եւ Իրանում կազմելով խիստ էլիտար, բայց խիստ սահմանափակ քանակով մի զորախումբ ուղևորվեց դեպի Թիֆլիս եւ Բաքու։ Բոլշևիկյան կոմիտեն, որը այդ ժամանակ իշխում էր այսօր Կովկասում եւ մասնավորապես Բաքվում, տեղեկացրեց Դանստերվիլին, որ իրենք հասկանում են, թե ինչու է Բաքու ուղևորվում Դանստերվիլը իր ռազմական սահմանափակ առաքելությամբ եւ որ քանի որ Ռուսաստանը դուրս է եկել արդեն խաղից, իրենք դա թույլ չեն տալու բրիտանական ներկայություն Բաքվում կամ այսօրվա Ադրբեջանի տարածքում։ Դանստերվիլը բավական զգուշավոր էր այս հարցում, որովհետև չուներ մեծ ռեսուրսներ, բրիտանական կայսրության ռազմական, ֆինանսական եւ տնտեսական ռեսուրսները խիստ սահմանափակ եւ սուղ էին, դրանք հիմնականում ուղղված էին Իրաքում եւ Իրանի տարածքում բրիտանական շահերը պաշտպանելուն եւ Դանստերվիլը չէր կարող եւ ի սկզբանե չկարողացավ ստանալ շատ ավելի մեծ ռազմական ռեսուրսներ, թեև այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ էր տանում մինչև իր առաքելության վերջին օրն անգամ։
Բաքվում իշխանության էր իհարկե սովետական միավորը, որը հետագայում իհարկե վերածվեց 26 կոմիսարների կոմիսարիատի, որի ղեկավարն էր ազգությամբ հայ Ստեփան Շահումյանը։ Շահումյանը սկզբում ամենասկզբում դեմ չէր ունենալով որոշակի ազգային մտածողություն եւ որոշակի ազգային գծեր, բայց այնուամենայնիվ լինելով բոլշևիկ եւ լինելով Լենինի աջակիցը, այնուամենայնիվ սկզբում Շահումյանը դեմ չէր Դանստերվիլի Բաքվում իշխանություն ստանձնելուն, թեև ինքն էր իշխանությունը ըստ էության, բայց հասկանում էր, որ ինքը կարիք է ունենալու Դանստերվիլի զորքերի եւ բրիտանական աջակցության թուրքական բանակի եւ Կովկասի իսլամական բանակի առաջխաղացումը կասեցնելու եւ կանգնեցնելու համար։ Դանստերվիլը սկսեց բանակցություններ տարբեր ուժերի հետ, որպեսզի իր անցումը անխոչնդոտ լինի։ Իրանի տարածքում կարողացավ ձեռք բերել այդ պայմանավորվածությունը տեղական ապստամբների առաջնորդի հետ, որը ապստամբել էր Իրանի իշխանությունների դեմ, եւ անցում կատարեց դեպի Կովկաս, ավելի շուտ այսօր Կովկաս։ Շահումյանը հստակ այդ ժամանակ հասկանում էր թուրքական վտանգը եւ հասկանում էր, թե ինչով է այդ ամենը ավարտվելու։ Բայց իհարկե, քանի որ բոլշևիկ էր եւ քանի որ իր իշխանությունը հենվում էր Լենինի եւ բոլշևիկյան իշխանության վրա, հետագայում դիրքորոշումը փոխեց եւ ընդունեց այն դիրքորոշումը, որը ուներ Մոսկվայի կառավարությունը, կենտրոնական իշխանությունը, այսպես ասված, բոլշևիկյան առաջնորդությունը եւ մասնարարպես Լենինը, որը հակահայկական եւ պրոթուրքական հստակ գիծ էր։ Շահումյանը մինչև վերջ չդարձավ պրոթուրք, բայց այնուամենայնիվ Շահումյանը չկարողացավ եւ վիճելի է ուզեցավ թե չուզեցավ, բայց այնուամենայնիվ չկարողացավ ստեղծել պայմաններ, որպեսզի թաթարական եւ թուրքական զորքերի առաջխաղացումը հստակ քայլերով կասեցվի։ Ցավալիորեն եւ շատ հետաքրքիր է, որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հետո հայերը, մասնարարպես Բաքվի հայերը, որոնք հսկայական դիրք էին զբաղեցնում Բաքվում, ունեին հսկայական ռեսուրսներ, դաշնակցեցին բոլշևիկների հետ։ Հայերը դաշնակցեցին բոլշևիկների հետ, որովհետեւ իրենց փրկությունը թուրքերից տեսան բոլշևիկների հետ դաշնակցելու մեջ։ Շահումյանը այս դաշնակցության հիմքի վրա Դանստերվիլին այլևս հայտնեց, որ ինքը չի աջակցում բրիտանական ներկայությանը Բաքվում։ Եվ բրիտանացիները, մասնարարպես Լոնդոնում, հասկացան, որ չունենալով հայերի աջակցությունը տեղում, այլևս չեն կարողանալու շատ գործ անել, որովհետև եթե դուք հո սեփական պետության, մասնարարպես տվյալ պարագայում Բրիտանիան իր սեփական շահերն էր առաջ մղում եւ այդ ընթացքում պետք է հենվեր հայերի վրա, որպեսզի իր սեփական շահերը պաշտպաներ, որոնք համընկնում էին հայերի շահերի հետ եւ որոնց արդյունքում Բաքուն չեր անցնելու թաթարներին եւ թուրքերին, այսօրվա ադրբեջանցիներին եւ թուրքերին, ապա հիմա արդեն Լոնդոնում դիրքորոշում ընդունվեց այն մասին, որ հայերին ամբողջությամբ աջակցելը դառնում է անիմաստ, որովհետև հայերն իրենք չեն ցանկանում արևմուտքի հետ Բրիտանիայի հետ դաշնակցել։ Իմիջայլոց այս ամբողջ իրադարձությունները 1917-1918 թվականների չափազանց նման են այսօրվա իրադարձություններին։ Սցենարը նույնն է, իրավիճակը գրեթե նույնն է, այն տարբերությամբ, որ այսօր շատ ավելի վատ է վիճակը, եւ այն տարբերությամբ, որ այսօր շատ ավելի մասշտաբային են կատարվող իրադարձությունները եւ արդեն իսկ անդառնալի։ Մինչդեռ այն ժամանակ բոլոր իրադարձությունները դառնալիության կետ ունեին, եւ ինչպես տեսանք, անգամ այդ պարագայում դրանք նույնպես դարձան անդառնալի եւ հանգեցրին այսօրվա անդառնալի իրադարձություններին։ Վրացիները կարողացան խելացի քաղաքականություն վարելով իրենց շահերն ապահովել թե Բաքվում եւ թե տարածաշրջանում եւ դարձան անձեռնմխելի։ Ադրբեջանցիները կամ թաթարները ավելի շուտ, որոնք հետագայում կոչվելու էին ադրբեջանցիներ կամ իրենց կոչվելու էին ադրբեջանցիներ, անմիջապես պաշտոնական դաշնակցություն հռչակեցին թուրքերի
եւ թուրքական կառավարության եւ թուրքական զորքերի հետ եւ ստացան ամբողջական աջակցություն Թուրքիայից։ Հայերը որևէ աջակցություն որևէ մեկից չստացան, որովհետեւ որդեգրեցին բոլշևիկներին աջակցելու գիծ եւ ուղղություն եւ նաեւ չինքնակազմակերպվեցին եւ իրենք իրենցից որևէ ուժ չներկայացրեցին։ Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է, որին անդրադառնալու ենք այս խոսքի ընթացքում, որովհետեւ հայերի չինքնակազմակերպվելը, հայերի վճռական եւ որոշիչ ուժ չդառնալը հիմնական, իմ խորին համոզմամբ այն ամենահիմնական պատճառն էր, որի արդյունքում մենք այսօր արդեն փաստացի չունենք հայրենիք։ Եվ դա ոչ թե սկսվել է, այլ դրա ամենակարևոր հանգրվաններից մեկը հենց 1917-18 թվականներն էին, մասնավորապես 18 թվականը, երբ Դանստերվիլի առաքելությունը փորձում էր վերցնել վերահսկողությունը Բաքվում եւ թույլ չտալ թաթարական եւ թուրքական զորքերին տիրապետություն հաստատել Բաքվի նկատմամբ։ 1918 թվականի հունիսին թուրքերը սկսեցին իրենց հարձակումը Բաքվի վրա։ Դանստերվիլը չուներ ռեսուրսներ եւ ընդհանրապես բրիտանացիները չունեին ռեսուրսներ, կայսրությունը չուներ ռեսուրսներ, ռուսների թողած լքած 400 մղոնանոց ռազմական պաշտպանական գիծը պահելու եւ ապահովելու համար ռեսուրսները չկային։ Անգլիացիները նաեւ խիստ մտահոգ էին Հնդկաստանում մահմեդականների հնարավոր ապստամբության խնդրով, որովհետեւ լուրջ խժդժություններ կային, իսկ այդ ապստամբությունը չափազանց իրատեսական էր եւ բրիտանական զորքերը հիմնականում կենտրոնացած էին այդ ճակատում, բայց կենտրոնացած էին նաեւ այսօրվա Իրաքի տարածքում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաեւ բնականաբար արաբական այսօրվա տարբեր երկրների տարածքում, արաբական աշխարհում, որովհետեւ արաբները շատ որոշիչ ուժ էին եւ իրենց մեծամասամբ դաշնակցել էին բրիտանացիների հետ ընդդեմ թուրքական իշխանության։ Եվ քանի որ չուներ այս ռեսուրսները, Դանստերվիլը սկսեց Լոնդոնի հետ աշխատանքներ տանել համոզելու համար, որպիսի կարողանան ծայրը ծայրին հասցնելով որոշակի ռեսուրսներ այնուամենայնիվ գտնեն եւ տրամադրեն իրեն, որովհետեւ նախնական կամ իր պիկի ընթացքում Դանստերվիլի ուժը, որը կոչվեց Dunster Force, Dunster-ի ուժ, իր ազգանվան առաջին մասից եւ ուժ բառի համադրումից առավելագույնը այդ պահին բաղկացած էր 1000 մասնակիցներից, ընդ որում դրանց մի մասը հետախույզներ էին, ռազմական գործողություններին չմասնակցող, կային դիվանագետներ, դիվանագիտական եւ քաղաքական աշխատանք տանողներ, կար տեխնիկական անձնակազմ եւ միայն մի փոքր մասներ, որ կոնկրետ ռազմական եւ զինվորական գործիչներ էին եւ որոնք կարող էին մասնակցել ռազմական գործողություններին եւ իրենցից ռազմական ուժ էին ներկայացնում։ Բրիտանական գեներալ մարշալը դեմ էր հանդես գալիս Դանստերվիլի ուժերը Բաքվում այդ ուժերին հավելյալ ուժեր տրամադրելուն, որովհետև հավատացած էր, որ թուրքական զորքերին կարելի է եւ անհրաժեշտ է ջարդել Իրաքի տարածքում, այսօրվա Իրաքի տարածքում, մասնավորապես Մոսուլում, որտեղ կենտրոնացած էին թե բրիտանական, թե թուրքական հակասությունները։ Իհարկե գեներալ մարշալը սխալվում էր իր հաշվարկներում եւ կյանքը ցույց տվեց, որ Դանստերվիլը ճիշտ էր գրեթե բոլոր իր կանխատեսումներում, բայց փաստը այն է, որ այդ ժամանակ կային քննարկումներ այն մասին, թե ինչպես է առավելագույնը ճիշտ կոտրել թուրքական առաջխաղացումը, բայց թուրքական առաջխաղացումը Բաքվի վրա արդեն իսկ սկսված էր։ Մակդոնալդը, որը բրիտանական փող հյուպատոսներ Բաքվում, իր հերթին հանդես էր գալիս բրիտանական ինտերվենցիայի ամենաուժեղ ջատագովի դերում եւ սատարում էր Դանստերվիլին մեծապես եւ ասում էր, որ պետք է հենվել հայերի վրա, որքան էլ որ հայերը կազմակերպված չեն, պետք է այնուամենայնիվ հենվել հայերի վրա եւ առավել մեծ ռազմական ուժ ուղարկել Բաքու, որպեսզի պաշտպանվի Բաքուն թուրք-թաթարական բանակից։ Մայիսին Մակդոնալդը տեղեկացնում է, հեռագիր է ուղարկում Լոնդոն եւ ասում է, որ
անհրաժեշտություն կա առնվազն 1 բարձրաստիճան ռազմական կամ դիվանագիտական պաշտոնյայի, ռազմադիվանագիտական պաշտոնյայի Բաքվում, որը պետք է աշխատանքներ տանի տեղում եւ մասնակցի պաշտպանությանը, քաղաքի պաշտպանության կազմակերպմանը։ Հիմնական նպատակը դրա այն էր, որ քաղաքի պաշտպանության կազմակերպումը իրականացնելուն զուգահեռ Բաքվում կոնսոլիդացվեին հակաթուրքական, հակաթաթարական ուժերը, այն ուժերը, որոնք պրո-բրիտանական էին եւ համարվում էր, որ հայերի մեջ այդպիսի ուժեր կան, հայերը Բրիտանիայի կողմից դիտարկվում էին որպես բնական դաշնակիցներ եւ միտք էր արտահայտվում, որ պետք է հայերի հետ դաշնակցելով նրանց սատարելով ստեղծել բազա բրիտանական ինտերվենցիայի համար։ Բնականաբար Բրիտանիայի շահերից ելնելով, որոնք, ինչպես ասացի, միանշանակորեն համընկնում էին հայկական ազգային շահերին, միանշանակորեն։ Դանստերվիլը իր հսկայական ջանքերի շնորհիվ երկար եւ շատ ինտենսիվ օրերի եւ աշխատանքի արդյունքում կարողացավ բոլշևիկյան ռեժիմը տապալել Բաքվում եւ ստանձնել փաստացի իշխանություն։ Դանստերվիլը չդարձավ պաշտոնյա Բաքվում, բայց լինելով ռազմական առաքելության ղեկավար, փաստացի Բաքվի կառավարիչն էր ըստ էության։ Մյուս կողմից Բաքվում մասնարարպես հայերի մասնակցությամբ ստեղծվեց կենտրոնական կասպիական դիկտատուրա կոչվող կամ դիկտատորություն կոչվող, գիտենք որ դիկտատորը այդ ժամանակ Արամ Մանուկյանն էր Հայաստանի Հանրապետության տարածքում կոչվում դիկտատոր, դիկտատորությունը այդ ժամանակ չուներ այն կոնոտացիան, այն ընկալումը, ինչ ունի այսօր, դա ուժեղ իշխանության եւ միահեծան կառավարման իմաստ էր հաղորդում կառավարող մարմնին եւ բովանդակություններ արտահայտում։ Եվ այդ դիկտատորությունը դիմեց Դանստերվիլին պաշտոնապես օգնելու իրենց, կրկնեմ, դրա մեծ մասը հայերից էր կազմված, օգնելու իրենց պաշտպանելու Բաքուն հարձակումից։ Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ կար ռուսական մի զորամիավորում, Բիչերախովի զորամիավորումը, որը հակաբոլշևիկյան զորամիավորում էր եւ հենվում էր հայերի վրա, իբրև թե փորձում էր սատարել հայերին, բայց երբ Հյուսային Կովկասում Տերեկի հատվածում պայքարը թեժացավ ընդդեմ բոլշևիկների, այդ զորամիավորումը ուղղակի լքեց հայերին եւ հեռացավ Հյուսային Կովկաս, ռուսական կայսրության այդ տարածքը, որպեսզի զբաղվի սեփական խնդիրներով եւ լքեց Բաքվի հայերին։ Այնպես որ այն նարատիվը, որ անգլիացիները լքեցին հայերին, մենք դրան իհարկե կանդրադառնանք, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ առաջին հերթին հայերին լքեցին ռուսները, ընդ որում դրանք բոլշևիկ ռուսներ չէին, դրանք հակաբոլշևիկ ռուսներ էին։ Թե ինչ արեցին բոլշևիկ ռուսները, դա շատ ավելի վատ էր, քան լքելը։ Եվ Դանստերվիլը մնաց միայնակ իր ռուսական դաշնակից ռազմական միավորումի Բաքվից հեռանալու արդյունքում։ Մյուս կողմից Սերգեյ Մելիք-Յոլչյանը, որը կենտրոնակասպյան դիկտատորության կամ դիկտատուրայի անդամ էր, այսինքն կառավարող մարմնի անդամ էր, իր փաստաթղթերից մեկում փաստում է, որ հուլիսի 30-ին 1918 թվականի Դանստերֆորսի կենտրոնական կայանից ստացել է Էնզելի քաղաքում ստացել է հեռագիր, որտեղ ասվում էր, որ 5000 բրիտանական զինվոր պարունակող ռազմուժը պատրաստ է ճամփորդելու Բաքու։ Այլ աղբյուրներ նույնպես պնդում են, որ այսպիսի խոստում Դանստերվիլը տվել է հայերին, բայց բրիտանական աղբյուրները այս մասին տեղեկատվություն գրեթե չեն պարունակում։ Մի քանի բացառություններով հանդերձ։
Այստեղ կա մեկ այլ խնդիր եւս, դա այն խնդիրն է, որ Դանստերվիլի առաքելության հետ կապված հնչում են մեղադրանքներ եւ հնչել են մեղադրանքներ, որ Դանստերվիլը մեծ խոստումներ է տվել հայերին եւ այդ խոստումները չի իրականացել կամ չեն իրականացել։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Դանստերվիլը մշտապես պայքարում էր Լոնդոնում, որպեսզի ընդգծի կարևորությունը Կովկասյան այդ հատվածի, հատկապես այսօր Կովկասի Բաքվի հատվածի եւ ընդգծի նավթային ռեսուրսների վրա բրիտանական վերահսկողության պահպանումը հայերի միջոցով եւ հայերի շնորհիվ եւ նաեւ հայերի պաշտպանությունը, բայց ինչպես արդեն ասացի, մեծ արձագանքի չէր արժանանում, թեև ուներ լուրջ սատարողներ Լոնդոնում, որովհետեւ կայսրությունը գտնում էր շատ ծանր վիճակում, ռեսուրսների խնդիր կար եւ փորձում էին հասկանալ, թե որոնք են ամենաճիշտ ճանապարհները եւ տարբեր ճակատներում բրիտանական կառավարումը էֆեկտիվ չէր։ Ոչ թե կար դավաճանություն հայերի նկատմամբ, ոչ թե կար հակահայ քաղաքականություն, ոչ թե կար խաբեության քաղաքականություն, այլ կար իրականության հետ հաշվի նստելու տարբեր մոտեցումների առկայություն։ Մինչայլոց Դանստերվիլի խոստումները ինձ համար հասկանալի են, որովհետև վստահ եմ, որ հայկական բնավորության գծերը հասկացել էր Դանստերվիլը եւ ոգի եւ ուժ տալու համար փորձում էր խոստումներ տալ, որոնք առավելագույնն էին, բայց որոնք հայերին կպահեին իրենց, այսինքն բրիտանական համագործակցության ծիրում հույս տալով եւ նաեւ չէին նետի սովորական հերթական հուսալքության եւ արագ հուսահատության եւ արագ հոգնելու եւ արագ ամեն ինչի վրա թքելու եւ թքած ունենալու գիծ, որը շատ ծանոթ գիծ է մեզ, եւ դրանով չէին տապալի ամբողջ միսիան։ Իմ անձնական կարծիքը այն է, որ Դանստերվիլի որոշ խոստումները, որոնք չիրականացան, որտեղ ինքը անձամբ չուներ ռեսուրսներ ընդհանրապես, ինքը առավելագույն էր անում, ինքը գիշեր-ցերեկ պայքարում էր, որպեսզի այդ ռեսուրսները ունենա, եւ նաեւ այստեղ կա մի բան, որ մենք չպիտի անտեսենք, դա նաեւ անձնական հաջողություն արձանագրելու որպես հրամանատար, որպես բրիտանական գեներալ, որը չուներ մեծ հաջողություններ Հնդկաստանում, օրինակ իր նախկին կարիերայի ընթացքում, դա արձանագրելու համար Դանստերվիլին անհրաժեշտ էր ունենալ լուրջ զորք, որպեսզի ինքը կարողանար Բաքվում պահել եւ վերադառնալ Բրիտանիա որպես հերոս եւ թոշակի անցնել որպես հերոս։ Այսինքն ամեն առումով ինքը շահագրգռված էր, բայց չուներ ռեսուրսներ։ Եվ ահա Դանստերվիլը Բաքվում սկսում է բախվել լուրջ դժվարությունների, որովհետև բոլշևիկները սկսեցին արդեն ընդհանրապես ոչ միայն չօգնել Դանստերվիլի առաքելությանը, այլև խանգարել, եւ այդ բոլշևիկների թվում կային մեծականակ հայեր, մեծ քանակությամբ հայեր բոլշևիկացել էին, բոլշևիկ էին եւ Դանստերվիլին փոխանակ օգնելու ընդհակառակը խանգարում էին եւ իրենց համար ամենևին խնդիր չէր Բաքվի թուրքացումը կամ թաթարացումը ամբողջությամբ կամ վերահսկողությունը թաթարներին կամ թուրքերին անցնելը։ Եվ այսպիսի հայեր նույնպես կային ցավոք սրտի։ Մի բրիտանական սպա փաստաթղթերից մեկում ասում է, որ Բաքվում մի տենդենցիա կա, որ բրիտանացիները եկել են, ընդ որում դա հայերի շրջանում է տենդենցիան այդպիսի, որ բրիտանացիները եկել են եւ վերջ փրկելու են։ Փրկությունը եկել է, փրկիչների բանակ է եկել, կապ չունի որքանով է այն մեծ, եւ ահա եկել է եւ փրկելու է հայերին։ Եվ սա փաստաթղթերում հանդիպող, տվյալ շրջանի փաստաթղթերում հանդիպող ամենակարևոր կետերից մեկն է, որին հայ պատմագիտությունը ընդհանրապես չի անդրադառնում։ Դա այն է, որ հայ բնակչությունը Բաքվի եւ ընդհանրապես այսօրվա Ադրբեջանի տարածքի ամբողջությամբ իր հույսը դրել էր բրիտանացիների վրա, չէր կազմակերպվում, չէր ուզում մարտնչել եւ համարում էր, որ ինքն այլևս անելիք չունի իր պաշտպանության եւ Բաքվի պաշտպանության գործում, այլ անելիք ունեն բրիտանացիները։ Իրենց է պետք, նավթը իրենց է հետաքրքիր, թող իրենք էլ պահեն ադրբեջանցիներից։ Կլինեն ադրբեջանցիները, այսինքն թաթարները, ոչինչ, իրենք լեզու կգտնեն թաթարների հետ։ Այսպիսի մտայնություն կար, արկա էր։ Եվ եթե անգամ մի մասի մոտ էր արկա, որ իրենք կարող են հետո համագործակցել թաթարների հետ, ապա բոլորի մոտ գրեթե ներառյալ հայկական իշխանությունների մոտ
Բաքվի, որոնք կառավարում էին դիկտատուրան կամ Կասպիան դիկտատորական իշխանությունը, բոլորի մոտ կար խորագույն համոզմունք, որ իրենք այլևս ըստ էության անելիք չունեն, եւ ահա բրիտանացիները պիտի իրենց համար կռվեն, իրենց համար մեռնեն, գործը պիտի իրենք անեն, բրիտանացիները պիտի անեն։ Իսկ իրենք պիտի ոչինչ չանեն։ Թեև կային հայկական առանձին փոքրիկ խմբեր եւ միավորումներ, որոնք փորձում էին համագործակցել Դանստերվիլի հետ, բացահայտորեն եւ հասկանում էին, որ իրենք էլ գործ ունեն անելու, բայց դրանց թիվը շատ փոքրաթիվ էր։ Հայերի համար Մկդանելը, ինչպես նաեւ Դանստերվիլը ներկայացնում էին բրիտանական կառավարությունը, առանց հասկանալու այն նրբությունը, որ Բրիտանիայի ներսում եւ այս մասին Դանստերվիլը արտահայտվում էր Բաքվում, որ ինքը միահեծան չի որոշում, որ իրենից չէ, որ ամեն ինչ է կախված, թեև աշխատում էր հուսահատության գիրկը չնետել հայերին, բայց հայերը կարծում էին, եւ սա արձանագրված է պատմական փաստաթղթերում, որ Դանստերվիլը ինչ ասում է, ուրեմն բրիտանական կայսրությունն այդպես է ասում եւ անելու։ Մինչդեռ պիտի արձանագրենք, որ Դանստերվիլը սա փաստագրված է, բազմաթիվ ինքնուրույն գործողություններ էր անում առանց դրանք համաձայնեցնելու Լոնդոնի հետ, որովհետև համարում էր, որ ժամանակ չկա, որովհետև համարում էր, որ պիտի քննարկումներից խուսափի Լոնդոնում առաջանալիք, որտեղ տարբեր խմբեր էին, այնուամենայնիվ որոշումները միահեծան չէին կայացվում եւ որ ժամանակ չկա եւ ինքը պետք է այդ որոշումները կայացնի։ Ինքը որոշումներ էր կայացնում, իհարկե հոգուտ քաղաքի պաշտպանության, իհարկե հոգուտ հայերի եւ փորձում էր փաստի առաջ կանգնեցնել Լոնդոնին, եթե կարելի է այսպես ձևակերպել, փաստի առաջ կանգնեցնել։ Հիշեցնեմ, որ բրիտանացական զորքերի թվականակը պիկի ժամանակ չի գերազանցել 1000-ը։ Ընդ որում այսի, որ դրանց մի մասն էր միայն մարտական զորքեր։ Հայերը հսկայական հույս կապելով բրիտանացիների հետ, տեսնելով, որ առավել մեծ ռազմական զորամիավորումներ չեն գալիս իրենց օգնության, փոխանակ ինքնակազմակերպվելու, փոխանակ ժողովրդական համախմբում ապահովելու, փոխանակ ամբողջությամբ զինվելու, փոխանակ առանձին ռազմական գործողություններ կատարելու եւ տիրանալու զենքի եւ ռազմամթերքի, ուղակի հիասթափվեց, ուղակի ձեռքերը լվաց, ուղակի նստեց թախտին եւ սպասեց բախտին։ Եվ այդ ապագան ու բախտը եկավ ապագան։ Եվ հիասթափությունը փաստաթղթերում նկարագրվում է որպես աննկարագրելի մակարդակի։ Եվ ուզում եմ այստեղ ուշադրություն հրավիրել, պատկերացրեք ազգաբնակչություն, որը կոտորածի առջև է կանգնած եւ փաստացիորեն ոչինչ չի ուզում անել, որովհետեւ հիասթափված է, որ իր դաշնակիցները չեն գալիս իրեն օգնելու։ Եւ կարևոր չի կարող էին գալ, չէին կարող գալ, կարող են գալ։ Հույսը ամբողջությամբ դրված էր դաշնակիցների վրա, ընդ որում բնական դաշնակիցների, որոնց ըստ էության չեն էլ դաշնակցել հայերը։ Եվ դաշնակիցները չեն կարողանում գալ ամբողջ ուժով, բայց ուղարկել են որոշակի ռազմուժ, եւ եթե ամբողջական ուժը չի գալիս կռվելու հայերի համար եւ հայերի փոխարեն, ապա հայերը հիասթափվում են եւ նստում են տանը։ Ծանոթ սցենար է, գուցե։ Կրկնվում է արդյոք պատմությունը, կրկնվում է նրանց համար, ովքեր պատմությունից երբեք դասեր չեն քաղում։ Եվ ավարտը լինում է միշտ նույնը։ Օգոստոսի 17-ին թուրքերը ըստ էության կարող էին առանց մի կրակոցի արդեն Բաքուն վերցնել, այնքան բարոյալքված էր Բաքվի պաշտպանական գիծը։ Ընդհանրապես դիմադրության որևէ ցանկություն հայերը այլևս չունեին, որովհետև հիասթափված էին, որովհետև ինչպես հիմա են ասում, հոգնած էին, որովհետև համարում էին իրենց դավաճանված։ Դանստերվիլը անմիջապես սկսում է հրատապ հեռագրեր ուղարկել Լոնդոն, խնդրելով եւ պահանջելով նոր ռազմական ուժ։ Օգոստոսի 14-ին պատերազմի գրասենյակը, որ պաշտպանության նախարարությունն էր այն ժամանակ, կոչվում էր War Office, պատերազմի գրասենյակ, ընդառաջում է Դանստերվիլի խնդրանք պահանջին եւ համաձայնում ուղարկել երրորդ
բատալյոնը, 3-րդ գունդը։ Չնայած դրան Դանստերվիլը սկսում է պահանջել առավել մեծ զորախումբ Բաքուն պաշտպանելու համար, թուրքական հարձակումից պաշտպանելու համար։ Չնայած դրան Բաղդադում տեղակայված բրիտանական պաշտոնյաների կողմից արժանանում է հակազդեցության, որովհետև Բաղդադում տեղակայված ուժերը չէին հասկանում Բաքվի կարևորությունը, չէին հավատում, որ թուրքական ուժերը կարող են ամբողջությամբ տիրանալ Բաքվին, եւ հակասությունը Դանստերվիլի եւ նրա ուժերի, ովքեր արդեն իրավիճակին ծանոթ էին գետնի վրա, եւ Բաղդադի ռազմակայանի միջև սկսում է սրվել։ Դանստերվիլը աշխատանքներ է կատարում նաև ուղիղ Դաունինգ Սթրիթի հետ, կառավարության հետ, աշխատանքներ է վարում, որպեսզի ռազմուժը շտապ ուղարկվի, որովհետև վիճակը Բաքվում դառնում է օրհասական եւ ինքը տեսնում է, որ տեղում հայերն այլևս չեն ուզում եւ ի վիճակի չեն չուզելու արդյունքում իհարկե պայքարել։ Մարշալի հետ հակասությունները սրվում են դարձյալ այս հողի վրա եւ Դանստերվիլը սկսում է բացատրել, որ եթե Բաքուն ընկնի, բրիտանացիները կկորցնեն դիրքեր ոչ միայն ֆիզիկական եւ ռազմական առումով, այլև բարոյական առումով սարսափելի հարված կստանան։ Եվ չնայած դրան, դարձյալ քաղաքական ընդդիմության է հանդիպում Դանստերվիլը։ Պիտի ընդգծեմ, որ այստեղ այդ ընդդիմությունը հենված էր ոչ թե հակահայկականության վրա, այլ ընդհակառակը, քանի որ հայերը գործոն չէին եւ հրաժարվեցին գործոն լինել, ի տարբերություն այլ երկու խոշոր ժողովուրդների, որոնք այդտեղ ապրում էին, որոնցից մեկը թաթարներն էին, թաթարները գործոն էին, իրենք զինված էին, իրենք հստակ դաշնակցել էին Թուրքիայի հետ, իրենք ներկայացնում էին Թուրքիայի շահերը եւ գիտեին ինչ են ուզում, եւ գիտեին, որ ուզում են գրավել Բաքուն եւ ամբողջությամբ վերցնել Բաքուն։ Եվ քանի որ հայերը գործոն չէին, բրիտանացիները արդեն չունեին որևէ հավատ, որ իրենք կարողանալու են անգամ ռազմական ուժ ուղարկելով տեղում ապահովել բրիտանական հաջողություն։ Ես սա կարելի է զուգահեռ տանել նորագույն ժամանակներում Աֆղանստանի հետ։ Աֆղանստանում ամերիկյան զորքերը ահռելի ներկայություն ունեին ինչ որ պահի, հսկայական ռեսուրսներ, 2 տասնամյակից ավել ժամանակի ընթացքում Միացյալ Նահանգները Աֆղանստանում ծախսեց $2 տրիլիոն ավելի գումար, աննկարագրելի խոշոր գումար, որևէ պատերազմի վրա կամ հետպատերազմական երկրի վրա պատմության մեջ այդպիսի գումար չի ծախսել որևէ երկիր կամ կայսրություն։ Միացյալ Նահանգները դա ծախսեց Աֆղանստանում եւ քանի որ գետնի վրա ժողովուրդը չէր ցանկանում առաջ գնալ, աֆղանական ժողովուրդը չէր ուզում ունենալ ժողովրդավարական տիպի կառավարություն, չէր ուզում ապրել այլ օրենքներով, գետնի վրա Թալիբանը հասավ իր նպատակին եւ այսօր բավական լուրջ սատարում ունի Աֆղանստանում, որովհետեւ աֆղանները քաղաքային բնակչությունից դուրս, ընդ որում քաղաքային բնակչության մի փոքր մասից դուրս, շատ երջանիկ են այն կարգերով, որոնցով իրենք ապրել են հարյուրամյակներ, եթե ոչ հազարամյակ։ Եվ եթե դու չունես գետնի վրա հենարան, կարևոր չի թե դու ինչպիսի ռազմական ուժով ես մտնում այդ տարածք, դու չես կարողանալու այդ տարածքը պահել եւ քո հաջողությունը վերջում զրոյացվելու, ինչը մենք տեսանք Աֆղանստանում ըստ էության փաստացիորեն, երբ նախագահ Բայդենը հանեց զորքերը, որովհետեւ հասկացավ, որ գետնի վրա կա բոլորովին այլ իրավիճակ եւ ամերիկացիները ավելորդ եւ անիմաստ ահռելի ռեսուրսներ եւ կյանքեր են ծախսում Աֆղանստանում։ Նույնպիսի մտայնություն էր տիրում այդ ժամանակ բրիտանական կայսրություն, որը իհարկե ռուսական ռոպագանդայի տակ, դրանից հետո եւ մասնավորապես հայերի համար ներկայացվեց որպես բրիտանացիների կամ ամերիկացիների դավաճանություն աֆղաններին, իսկ Դանստերվիլի օրոք բրիտանական դավաճանություն հայերի հանդեպ։ Դա դավաճանություն չէր, դա խիստ պրագմատիկ մոտեցում էր ըստ էության։ Եվ մենք պիտի այս իրականությանը նայենք աչքերի մեջ։ Դանստերվիլը սկսեց արդեն սեպտեմբերի առաջին օրերին Լոնդոնին հաղորդել, որ Բաքուն պահել հնարավոր չի լինելու։ Դանստերվիլը տեսնում էր հայերը
որքան ցանկություն չունեն կռվելու եւ պաշտպանելու, ընդ որում հայերը հստակ հասկանում էին արդեն, որ թաթարական եւ թուրքական զորքերը մտնելով Բաքու իրականացնելու են լրջագույն ջարդեր, խոշոր ջարդեր, այնուամենայնիվ հասկանալով որ չկա որևէ ցանկություն դիմադրելու, Դանստերվիլը հուսահատ հերագրեր էր ուղարկում Լոնդոն եւ տեղեկացնում էր, որ ինքը չի կարողանալու պահել Բաքուն եւ բրիտանական շահերը կործանվելու են Բաքվում, իդեմս նավթահորերի վերահսկողության կորստի եւ որ դա այլևս դառնում է անխուսափելի։ Թուրք-թաթարական զորքերը արդեն հասել էին 6000-ի շուրջ եւ պիտի ասենք, որ հայերը առնվազն թերևս ամենատարբեր գնահատականներով, բայց շատ իրատեսական գնահատերով առնվազն 30000-ից ավելի մարտունակ բնակչություն ունեին։ Ոչ թե զինվորներ, այլ մարտունակ բնակչություն։ Եվ պիտի նկատի ունենանք, որ եթե հաշվարկում ենք, ապա եթե այդ բնակչության գոնե կեսը զինվեր եւ ունենար որոշում պայքարելու, Բաքուն հնարավոր կլիներ հետ պահել թուրքական ուժերին հանձնելուց, բայց չկար այդ ցանկությունը եւ ուժեր չկային։ Դանստերվիլը նաեւ հերագրեր էր ուղարկում Լոնդոն, որտեղ ասում էր եւ իր կենսագրականում էլ է դա գրված, ասում էր, որ հայերը անմիջապես լքում են խրամատները, ասում էր, որ առաջին հարվածներից ռումբերի հայերը հեռանում են, ասում էր, որ ինքը դժգոհ է հայերից, ասում էր, որ չի կարողանում կազմակերպել ռազմական առումով։ Այստեղ իհարկե օբյեկտիվորեն պիտի ասենք, որ նաև այս փաստարկները ոմանց կողմից վիճարկվում են եւ ոմանց կողմից փորձ է արվում տեսնել սա որպես Դանստերվիլի սեփական պատասխանատվությունից խուսափում։ Բայց ինչպիսին էլ որ եղած լինի իրականությունը, մի բան փաստ է։ Հայերը ռազմական ուժ իրենցից չէին ներկայացնում Բաքվում, հայերը չունեին դիմադրելու ցանկություն, միգուցե ծանոթ սցենար է սա, եւ հայերին բրիտանական ռազմուժը այլևս չէր դիտարկում որպես ռազմական հենարան Բաքուն պահելու համար։ Հակառակ պարագայում Դանստերվիլը համար մեկը պետք է լիներ իր հետաքրքրությամբ պաշտպանելու Բաքուն, որովհետև այստեղ նաև իր կարիերան էր դրված խաղաքարտին, իր պատմական ժառանգությունն էր դրված սեղանին եւ ինքն էր սրա պատասխանատուն եւ ինքն էր կրելու Բաքվի անկման պատասխանատվությունը, եթե կամ երբ Բաքուն ընկներ։ Դանստերվիլը վերջում արդեն սեպտեմբերի մոտ առապես կեսերին առաջին տասնօրյակի ավարտին գրում է, որ այս միսիան ընդհանրապես չպետք է սկսվեր, որովհետև սա հենց ի սկզբանե դատապարտված միսիա էր, առաքելություն էր, նկատի ունի Դանստերֆորսի կազմավորումը եւ իր Բաքվում իշխանության ստանձնումը։ Սա հուսահատ մարդու իրավիճակից խիստ դժգոհ մարդու, որը թե տեղի բնակչությունից եւ թե սեփական ռազմական ղեկավարությունից խիստ դժգոհ էր, ընդունված որոշումների արդյունքում երկու կողմերի էլ հոգու ճիչ էր։ Դանստերվիլը շուտով ստանում է ուղերձներ Լոնդոնից լքելու Բաքուն, որովհետև համարվում է, որ թուրքական բանակը շատ վճռական է, այդ 6000-անոց բանակը, որը ըստ էության կոչվում էր Կովկասի մուսուլմանական կամ մահմեդական բանակ, իսկ տեղում Դանստերվիլը չի կարող մի քանի 100 ռազմուժով դիմակայել եւ դիմադրել այդ ուժերին եւ դա կլինի լուրջ խնդրեմ, եթե բրիտանացիները լուրջ կորուստներ ունենան եւ 100%-ով դատապարտված լինեն կործանման Բաքվի տարածքում։ Դանստերվիլը մեղադրում է մարշալին այն բանում, որ մարշալը իրեն զորքեր չի ուղարկում Իրաքի եւ Իրանի տարածքից։ War Office-ը, պատերազմի գրասենյակը կամ պաշտպանության նախարարությունը շատ բացասականորեն է տրամադրվում Դանստերվիլի նկատմամբ այս մեղադրանքների պատճառով եւ սեպտեմբերի 9-ին
Մարշալին ուղված հեռագրում War Office-ը ասում է, որ Դանստերվիլն է պատասխանատու Դանստեր Ֆորսի կազմավորման համար, որով նա խոստացել էր տեղում կազմակերպել եւ իրականացնել լուրջ պաշտպանություն, բայց գերխոստում է տվել եւ դա չի կարողացել իրականացնել։ Դրա պատճառների, կարծիքների մասին իհարկե մենք արդեն խոսեցինք։ Օրերը արդեն օրհասական էին, հայկական բնակչությունը հասկանում էր, որ թուրքական բանակը մտնելու է Բաքու, բայց Դանստերվիլի վրա հայկական իշխանությունները եւ հայկական համայնքը հսկական ճնշում էր գործադրում, որպեսզի Դանստերվիլը մնա եւ մի քանի 100 հոգով կռվի եւ կռվի իրենց համար։ Միևնույն ժամանակ հայկական զորամիավորումները ըստ էության լուծարված էին, ըստ էության ունեին 0 մարտունակություն այլևս։ War Office-ում նաև կարծիքներ են հնչում, որ ի սկզբանե սա դատապարտված առաքելություն էր եւ որ պետք էր ուղղակի Բաքուն թողնել ճակատագրի ուղուն, որովհետեւ եթե այսպես պիտի ավարտվեր, ապա ի սկզբանե դա պետք էր կանխատեսել եւ հասկանալ, որ Բաքուն պաշտպանման ենթակա չէ եւ հնարավոր չէ պաշտպանել։ Կրկին, եթե նայում ենք, գործ ունենք իրավիճակի հետ, նախադեպի հետ, երբ պոտենցիալ դաշնակիցները կամ բնական դաշնակիցները կամ հենց գործող դաշնակիցը հիասթափվում է, համակերպվում է իրականության հետ եւ ասում է, եթե դուք սա եք ուզում, ապա այս ամբողջը անիմաստ էր, ապա ձեզ պաշտպանելը թեկուզ մեր շահերից ելնելով անիմաստ էր եւ մենք կգտնենք այլ լուծումներ խնդրի։ Եվ սա պատմության մեջ կրկնվող սցենար է, անընդհատ կրկնվող սցենար է, որովհետև պատմությունից դասեր չքաղողները մշտապես կրկնում են պատմությունից։ Պատմությունը կա սխալ արտահայտություն, որ ասում են, թե պատմությունը կրկնվում է միշտ։ Պատմությունը չի կրկնվում միշտ։ Պատմությունը կրկնվում է միայն նրանց համար, ովքեր պատմությունից դասեր չեն քաղում։ Ովքեր քաղում են դասեր, նրանք փոխում են պատմության ընթացքը, կատարում են փոփոխություններ, կատարում են ուղումներ, կատարում են լավարկումներ։ Եթե դրանք չեն կատարվում, ապա աղետները շարունակվում են մինչև վերջին աղետը։ Իսկ վերջին աղետը միշտ լինում է մի աղետ, որը վերջինն է, որով բոլոր հարցերը փակվում են եւ դրանից հետո այլևս աղետ չի լինում, որովհետեւ աղետի սուբյեկտ այլևս չկա։ Բաքուի դիկտատորները, այդ թվում եւ հայկական իշխանությունը, հասկանալով, որ Դանստերվիլը նախապատրաստում է իր զորքերը հեռանալ, որովհետեւ չի պատրաստում բրիտանական զինվորներին զոհել հանուն ի սկզբանե արդեն շատ հստակ կործանման սցենարից, սպառնում են Դանստերվիլին կրակ բացել բրիտանական զորքերի վրա։ Ըստ էության Դանստերվիլի դաշնակիցները, տեղական իշխանությունները, դիկտատուրան, որի մի մասը հայեր էին, սպառնում են Դանստերվիլին իրենց համար չկռվելու պատճառով գնդակահարել Դանստերվիլի ուժերին։ Եվ Դանստերվիլը հայտնվելով այսպիսով շատ ծանր հոգեբանաբարոյական եւ նաև ֆիզիկական լուրջ սպառնալիքի եւ ծանր իրավիճակի մեջ որոշում է ընդունում հաստատաբար արդեն նահանջել եւ այդ նահանջը կազմակերպել ծածուկ կերպով, որպեսզի կարողանա իր զորքերին փրկել հիմա արդեն Բաքվի տեղի իշխանությունների սպառնալիքներից։ Առավոտյան սեպտեմբերի 14-ի թուրքական զորքերը սկսում են վերջնական հարձակումը Բաքվի ուղղությամբ։ Բրիտանական զորքերը կամ փոքրիկ զորամիավորումը կամ ռազմուժը փոքրիկ արդեն հեռացած էր Բաքվից նախորդ գիշերը մաս նստել էին նավեր եւ հեռացել էին եւ սեպտեմբերի 14-ին թուրքական վճռական հարձակման արդյունքում մահմեդական թուրքական 6000-անոց զորամիավորումը առանց որևէ լուրջ մարտերի, որոշ դիմադրություն լինում է, բայց առանց որևէ լուրջ մարտերի մտնում է Բաքու։ Դանստերվիլի հիմնական առաքելությունը Բաքվում ըստ էության տևում է 42 օր։
եւ սեպտեմբերի 14-ին 1920 թվականի Դանստերվիլը հեռանում է Էնզելի։ Պիտի ասենք, որ Դանստերվիլին հրեշացրել է սովետական ռոպագանդան եւ սրա մասին ես խոսեցի, մասնավորապես 26 կոմիսարներին սպանելու մեջ մեղադրելով։ Իհարկե անվիճելի է, որ 26 կոմիսարների, բոլշևիկյան կոմիսարների, որոնց ղեկավարը Ստեփան Շահումյանն էր, սպանությունը այսօրվա Թուրքմենստանի տարածքում սանկցիավորված էր բրիտանացիների կողմից։ Բայց պատմաբանների մոտ մեծ կասկածներ կան, որ այդ հրամանը տվել է Դանստերվիլը, այսինքն շատ քիչ են այն պնդումները, որ հրամանի հետում կանգնած էր Դանստերվիլը, ինչպես դա պնդում էին բոլշևիկները եւ բոլշևիկյան եւ խորհրդային ռոպագանդան, դրանից հետո հետխորհրդային նեոբոլշևիկյան հայաստանյան ռոպագանդան։ Ինչու? Որովհետեւ Դանստերվիլը լինելով այն կարևոր կերպարը, որը Բաքվում պայքարել էր բոլշևիկների դեմ եւ պայքարել բոլշևիկյան դաշնակից թուրքերի դեմ, Թուրքիայի դեմ, պիտի հրեշացվեր եւ դա հրեշացնելու լավագույն միջոցը խորհրդային միությունում, խորհրդային միության սրբերի կարգավիճակ ստացած 26 կոմիսարների մահը Դանստերվիլի վրա բարթելներ։ Միջելս պիտի ասեմ, որ 26 կոմիսարների աճյունները սպանվելուց հետո հետ են բերում Բաքու, խորհրդային ժամանակներում վերաթաղում են Բաքվում, դամբարանային հուշահամալիր է կառուցվում Բաքվում եւ նորանկախ Ադրբեջանը արդեն 90-ականներին հիմնահատակ ավերում է այդ հուշահամալիրը, գերեզմաններից հանում են 26 կոմիսարների աճյունները, մասնավորապես Ստեփան Շահումյանի աճյունը եւ թափում են աղբանոց։ Այն ինչը արվում է մշտապես հայկական հետքի հետ եւ ընդհանրապես այն ամենի հետ, ինչ չի ասոցացվում եւ չի առնչվում թուրք-ադրբեջանական իրականությանը կամ քաղաքական մոտեցումներին։ Ըստ էության բրիտանացիները Բաքվի համար պայքարում կորցնում են 180 զինվոր, անհետ կորում են 75 զինվորներ եւ չնայած դրան Դանստերվիլը փորձում է բրիտանական կառավարությանը այնուամենայնիվ ներկայացնել, որ կորուստները ըստ էության մեծ չեն եղել, որովհետեւ առաքելությունը շատ ավելի կարեւոր էր եւ շատ ավելի մեծ էր։ Ինչ է տեղի ունենում սեպտեմբերի 14-ից հետո, այն բանից հետո, երբ թուրքական զորքերը մտնում են Բաքու։ Տեղի են ունենում Բաքվի ջարդերը։ Տեղի ունենում սարսափելի կոտորած, որի ժամանակ ըստ որոշ հաշվարկների 30,000 հայ սրի է քաշվում։ Բաքվով արյան գետեր են հոսում, Բաքվի փողոցներով եւ քաղաքի վերահսկողությունը անցնում է թաթարներին։ Ընդ որում Բաքվի ամբողջական ադրբեջանացումը սկսվում է հենց այդ օրերին։ Ով է սրա համար պատասխանատու, կարծում եմ դժվար չէ մտածել եւ հասկանալ, պատասխանատուն մեկ հոգի չէ, մեկ ուժ չէ, բայց այստեղ կան ողբերգական պատասխանատուներ, որը շատ ակնհայտ է։ Ըստ Foreign Office-ի, այսինքն Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տվյալների, սրի է քաշում 15,000 մարդ։ Բայց տարբեր աղբյուրներ պնդում են մինչև 30,000 զոհերի հանգամանքը։ Սեպտեմբերի 16-ին թուրքական զորքերը ստանձնում են պաշտոնական իշխանությունը Բաքվում եւ հայտարարում են ջարդերի ավարտի մասին։ Սրանով ավարտվում է պատմության մի շատ ողբերգական էջ, սրանով ըստ էության կայանում է Ադրբեջանի այն պետությունը, որը հետագայում գալու էր 2020 թվականից սկսած վերացնելու Հայաստանի Հանրապետությունը,
որին մենք ողբերգականորեն ականատես ենք լինում այսօր, որովհետև դա այլ կերպ բնորոշել քան պետության վերացում գրեթե հնարավոր չէ կամ հնարավոր չէ, եւ պիտի հասկանանք, որ պատմությունը ցավոք սրտի կրկնվում է գիտեք ում համար եւ գիտեք ինչպես, որովհետև վարքագիծը չի փոխվում, որովհետև նվաճողի վարքագիծը նույնպես չի փոխվում եւ նվաճողի վարքագիծն չի փոխվում։ Հետևաբար պատմությունը կրկնվում է երկու կողմերի համար էլ։ Պատմությունը կրկնվում է նաեւ Բրիտանիայի հետ կապված։ Եվ շատ հատկանշական է, որ Դանստերվիլին Բաքվի աղետից հետո հայկական կողմը եւ հայկական աղբյուրները սկսում են ջանադրաբար մեղադրել իրենց դավաճանելու մեջ։ Օբյեկտիվ պատճառներից ելնելով Բրիտանիան չէր կարողանում կամ Բրիտանիայում առանձին քաղաքական ռազմական ուժեր դեմ էին Կովկասի ճակատին անգամ սեփական շահերի համար նավթահորերի վերահսկողություն պահելու համար հավելել ռազմուժ ուղարկել, բայց Դանստերվիլի ուժերը բավարար էին եւ նրանք այս ամբողջ ընթացքում Բաքվում գտնվելու ամբողջ ընթացքում հայկական ուժերին փորձում էին կազմակերպել, փորձում էին զինել, փորձում էին ինստրուկտաժ անել, փորձում էին ստեղծել կանոնավոր զորք եւ իմիջիայլոց Դանստերվիլի եւ դա չէր ստացվում եւ Դանստերվիլի բողոքներից մեկը, որ հետագայում նա արտահայտում էր, այն էր, որ շատ հաճախ հայերը հրաժարվում էին ենթարկվել ռազմական բրիտանական մոդելի հրամաններին եւ հայտարարում էին, որ իրենք պետք է որոշումներ ընդունեն առանձին խմբերով։ Այսինքն առանձին խմբերով հավաքվեն եւ որոշումներ ընդունեն։ Դանստերվիլը դա բարդում էր որոշակի էսերական, բոլշևիկյան մոտեցումների եւ ռազմական կառավարման վրա եւ սարսափ էր հայտնում, որ այդպիսի ռազմական մոտեցում կարող է լինել ռազմական կազմակերպվածության խնդրին։ Բաքվից հետո Դանստերվիլի ճակատագիրն իհարկե կարելի է հստակորեն եւ վստահորեն ասել, որ կործանվեց։ Նրան անմիջապես բրիտանական կառավարությունը հեռացրեց բոլոր հրամանատարական դիրքերից եւ հետ ուղարկեց Հնդկաստան։ Հաջորդ տարի War Office-ը վետոյի ենթարկեց անգլո-պարսկական ռազմական հանձնախմբի ղեկավար նշանակելու Դանստերվիլին ղեկավար նշանակելու արկա առաջարկը, հայտարարելով, որ նա բավարար ձիրքի չի տիրապետում, որովհետև ըստ War Office-ի Դանստերվիլը փաստացիորեն տապալել էր Բաքվի առաքելությունը։ War Office-ում ընդհանրապես Դանստերվիլը persona non grata էր, որովհետև ընդգծեմ եւ հիշեցնեմ, Բաքվի առաքելության ժամանակ անընդհատ ճնշում էր գործադրում ամենատարբեր գեներալների վրա, ամենատարբեր դեմքերի վրա, որպեսզի ռազմուժը մեծացնեն, որպեսզի չմտածեն Իրաքում թուրքերին ջարդելու մասին, այլ կարևորություն տան Կովկասում նավթահորերին եւ Բաքուն պաշտպանելուն, բայց մյուս կողմից, որովհետեւ իրեն չհաջողվեց, թե ինչ պատճառով դա արդեն չէր հետաքրքրում ոչ ոքի Լոնդոնում, ինչ պատճառով իրեն չհաջողվեց կազմակերպել տեղում գետնի վրա հստակ եւ ուժեղ դիմադրություն առաջացող թաթարական Կովկասի, այսպես կոչված Կովկասի մահմեդական բանակին։ Դանստերվիլին մեղադրում էին նաեւ ինքնուրույն որոշումներ կայացնելու մեջ, տեղական առանձին ապստամբ համայնքներին չափից դուրս առանց կենտրոնակայանի հետ համաձայնեցնելու տարբեր էպիզոդներով օգնելու մեջ նկատի ունեին իհարկե այն ուժերին, որոնք չկազմակերպվեցին Դանստերվիլի ջանքերի արդյունքում եւ նաեւ դժգոհ էին, որ Դանստերվիլը հասցեական մեղադրանքներ է հնչեցնում այս կամ այն ուժերի, այս կամ այն պաշտոնյաների կամ տեղական ուժերի նկատմամբ։ Բրիտանական մասնավորապես պատերազմի պատմաբանները պնդում են, որ
Բաքվի առաքելությունը այո իրոք ձախողում էր եւ հիմնական պատճառը այն էր, որ այն չհասավ իր հիմնական նպատակին եւ չկարողացավ ճիշտ կազմակերպել տեղում պաշտպանություն։ Իհարկե այդ պատմաբանները երբ այդ կարծիքները արտահայտում էին չկային 2020 թվականից հետո կամ 2020 թվականից սկսած իրադարձությունները եւ ինչպես անձամբ ես, այդպես էլ այդ պատմաբանները չէին հասկանում խնդրի խորքային եւ արմատական պատճառները։ Հիմա ես հասկացել եմ դա, հիմա ես հասկանում եմ դա եւ հասկանում եմ, որ Դանստերվիլը արեց առավելագույնը, կատարեց հերոսական բացառիկ ջանքեր եւ չկարողացավ հասնել արդյունքի։ Նույնպիսի գերմարտկային ջանքեր կատարեց իհարկե շատ ավելի մեծ մասշտաբով եւ շատ ավելի անznորած, որտեղ իր ժողովրդի համար էր անում Գարեգին Նժդեհը Սյունիքում, կարողացավ հասնել որոշակի արդյունքի զորով շարով։ Այդպիսի արդյունքի հասան նաեւ 90-ական թվականներին, բայց տեսանք թե ինչ հանգիստ այդ ամենը զրոյացվեց։ Այդ թվում նաեւ Նժդեհի արածը զրոյացվում է այսօր։ Հետևաբար իմ կարծիքով այն մեղադրանքները, որոնք հնչել են Դանստերվիլի հասցեին, թե բրիտանական տարբեր պատմաբանների եւ թե բնականաբար բոլշևիկյան, այդ թվում նաեւ սովետահայ պատմագիտության կողմից, դրանք խիստ մեծ կարիք ունեն վերարժևորման եւ վերագնահատման եւ պետք է հասկանալ, որ պատճառներն իրականում այլտեղ էին։ Եվ այդ պատճառների մասին ես խոսում եմ արդեն ամենատարբեր առիթներով, որտեվ պատճառը մեկն է, այլ էին, բայց այդ պատճառը մեկն է, դա մեկ հիմնական պատճառն է։ Գործոն չդառնալու սեփական ցանկության բացակայությունը, հրաժարվելը դիմադրել, հրաժարվելը կռվել եւ պահանջը դաշնակիցից կամ այլոց, այլ պետություններից, խոշոր ուժերից, գերտերություններից գալ, կռվել, պաշտպանել քո փոխարեն քո հայրենիքը։ Մի բան, որը անհնար է, եթե դու չես դառնում գործոն, եթե դու չես ցանկանում ինքդ պաշտպանել քո հայրենիքը։ Որևէ մեկը դա քո փոխարեն չի անելու։ Որևէ մեկը ընդհակառակը քեզ լքելու են եւ գնալու են, որովհետեւ չկա այդպիսի բան մարդկության պատմության մեջ, որ որևէ մեկը գնա եւ որևէ մեկի համար պայքարի, եթե անգամ ինքը այդտեղ շահեր ունի, սեփական շահեր։ Չկա նման բան։ Հեռանում են, թողնում են բախտիքը մահաճույքին, մանավանդ Դանստերվիլի պարագայում 100%-ով երաշխավորված էր Դանստեր ֆորսի ոչնչացումը մահմեդական բանակի կողմից, որովհետև հստակ բարոյալքման էլեմենտ կար այդտեղ, եթե ջարդեին բրիտանական ռազմուժ, ինչպիսի քանակություն էլ որ դա լիներ։ Եվ բրիտանական կայսրության պրեստիժին եւ վարկանիշին հսկական հարված էր հասցվելու, փլուզելով Բրիտանիայի կշիռը ամբողջ աշխարհով մեկ։ Եվ դա Դանստերվիլը չէր կարող թույլ տալ, եւ քանի որ չուներ հենարան ինչպես ասեցի, պարզապես որոշում ընդունեց հեռանալ Բաքվից։ Եվ այն մեղադրանքները, որ թողեց հայերին եւ կոտորածի պատճառ դարձավ եւ այլն, դրանք զուտ մակերեսը այսպես եղունգով քերելու, ինչպես ասում են, ջանքերի արդյունք է։ Իրականությունն այն է, որ չուներ այլընտրանք Դանստերվիլը, եւ ես հստակ հասկանում եմ իր զայրույթը, հստակ հասկանում եմ իր հուսահատությունը, հստակ հասկանում եմ իր քայլերի տրամաբանությունը եւ կարծում եմ, որ այս մարդը, որը թաղված է այստեղ, ամենակարևոր դեմքերից է հայոց պատմության մեջ, ամենակարևոր բրիտանացիներից է, որը մեծապես աջակցել է հայ ժողովրդին, որը մեծապես աջակցել է Բաքվում հայկական ներկայությանը եւ Բաքուն չվերածվելու այնի, ինչի Բաքուն վերջում վերածվեց։ Դանստերվիլը այնուամենայնիվ հրապարակայնորեն արժանանում էր War Office-ի պաշտպանությանը, հրապարակային հարձակումներ իր հանդեպ տեղի չէին ունենում եւ մեղքը War Office-ը հրապարակային առումով բրիտանական մամուլում բարդում էր մասնարարապես Times թերթում, Daily Express-ում եւ Daily Mirror-ում War Office-ը մեղքը բարդում էր տեղի հայերի վրա, որ կազմակերպված չէին եւ չուզեցին սատարել բրիտանացիներին, հետեւաբար բրիտանական առաքելությունը դատապարտված էր ձախողման։ Ինչպես նաեւ այդ թերթերում War Office-ը տեղեկություններ էր հայտնում
որ հայկական առանձին ուժեր եւ սա շատ լուրջ մտածելու տեղիք է տալիս այս հայտնված տեղեկությունը War Office-ի կողմից, որ հայկական լուրջ ուժային կենտրոններ Բաքվում գաղտնի սեպարատ բանակցություններ էին վարում թաթարական զորքի հետ, այսինքն ադրբեջանական զորքի կամ թուրքական զորքի հետ, իսլամի բանակի հետ հանձնվելու վերաբերյալ եւ փորձում էին իրենց շահերը առաջ տանել այդ գաղտնի բանակցություններում, հանձնվողական, պարտվողական բանակցություններում նվաճողների հետ։ Դանստերվիլը վերադառնալով Անգլիա շատ արագ անմիջապես անցավ թոշակի, նրան նշանակվեց շատ փոքր թոշակ, որևէ աշխատանք Դանստերվիլը այլևս չունեցավ, ըստ էության գործազուրկ էր, բավական հարաբերականորեն երիտասարդ տարիքում եւ իր մնացած կյանքը Դանստերվիլը հատկացրեց իր մեմուարները գրելուն, որոնք կան, որոնցում նա նկարագրում է Բաքվի իրադարձությունները շատ մանրամասնորեն, դրանք հրատարակված են, ժամանակին բեսթսելեր են եղել։ Ինչպես նաեւ Դանստերվիլը կազմակերպեց Kipling Society-ն, ստեղծեց Kipling Society-ն Rudyard Kipling-ին նվիրված, որովհետեւ Rudyard Kipling-ը նախքան Բաքվի առաքելությունը ստանձնելը Դանստերվիլի մասին աշխատանք է գրել, որտեղ Դանստերվիլը ներկայացնում է որպես ռազմական հերոս, փոքի ծածկանունով կամ կեղծանունով, եւ Դանստերվիլը հատկացրեց իր ժամանակը դրան։ Հիմա ուղղակի ժամանակացույցին անդրադառնանք նորից այս իրադարձությունների, որպեսզի առավել հստակ լինի այն ամենը, ինչ խոսեցինք։ 1917 թվականին Լոնդոնում միտք է հղանում ռուսական վակումը լցնելու այսօր Կովկասում, մասնավորապես Բաքվում եւ ստանձնելու նավթահորերի վերահսկողությունը։ Հունվարի 1918 թվականի հունվարին ստեղծվում է Դանստեր Ֆորսը, որը պարսկական էքսպեդիցիոն Պարսկաստանի, Իրանի տարածքում էքսպեդիցիոն ուժերից հիմնականում այդ ուժերից գոյացած բրիտանական զորամիավորում էր եւ միտված էր լինելու բոլշևիկներից եւ թուրքերից զերծ պահելու Բաքվի նավթահորերը եւ հենվելու այդ գործում տեղի քրիստոնյա, մասնավորապես հայկական բնակչության վրա։ Այստեղ նաև պիտի արձանագրենք, որ բրիտանական ջանքերը ուղղված էին նաև գերմանական վերահսկողության դեմ, որովհետև գերմանացիները թուրքերի դաշնակիցներն էին այդ ժամանակ։ Հիմնական նպատակը նավթահորերը բրիտանական պահելը կամ դարձնելն էր եւ տեղական հայերի, վրացիների եւ ասորիների վրա հենվելով թուրքերի դեմ դիմադրություն կազմակերպելը։ Հնդկաստանի եւ Պարսկաստանի վետերան Դանստերվիլը գեներալ նշանակվում է հրամանատար, ուժը կոչվում է Dunster Force, 1000-ից պակաս ռազմական ուժով, որոնք էլիտար ռազմական ուժ էին եւ ամբողջ բրիտանական կայսրության տարածքից էին հավաքվել, Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից Dunster Force-ի միջայլոց մի քանի շատ հայտնի գործիչներ եւ հետախույզներ, որոնք հայերին փրկել են, հսկայական քանակությամբ հայեր են փրկել թե Իրանում թուրքական հարձակումներից եւ թե այսօր Կովկասում ավստրալիացիներ են, Նոր Զելանդիայից եւ Հարավային Աֆրիկայից։ Ուժը կոչվեց Dunster Force։ Մենք հիմա ավարտելով ասեմ, որ գտնվում ենք Թուրքիում, որտեղ մահացել է Դանստերվիլը, թաղված է այստեղ այս համեստ, կարելի ասել լքված գերեզմանում, այստեղ է նաև իր կինը։ Մենք մաքրեցինք այս գերեզմանը գտնվում է Լոնդոնից մեքենայով կանգնելով թերևս 6 ժամ հեռավորության վրա, ուղիղ վարելով 4.5 ժամ հեռավորության վրա, օվկիանոսի ափին, բրիտանական Ռիվիերայում, որ իրոք բավական հեռու է Լոնդոնից, Թուրքի գերեզմանատանը այս պարսպի մոտ, գերեզմանատան հին հատվածում, որտեղ թաղված են պատերազմի վետերանները կամ ռազմական գործիչները կամ զինվորները, որոնք զոհվել են պատերազմների ընթացքում,
եւ սա հին հատվածն է Թորքիի գերեզմանոցի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս առաքելությանը իմ եւ այս գաղափարին, պատիվ մատուցելու եւ շնորհակալություն հայտնելու Դանստերվիլին, որ իհարկե բարոյական քայլ է, այսինքն սիմվոլիկ քայլ է ավելի շուտ, խորհրդանշական, դա առաջին հերթին բրիտանական առողջապահական համակարգից բժիշկ Վահրամ Հարությունյանն է Լոնդոնից, առանց որի այս առաքելությունը հնարավոր չէր լինի գոնե այս պահին, գոնե այս տեսքով, դա բրիտանական բացառիկ դրոշներ արտադրող B-Flag Studio մասնավոր ընկերությունն է, որը կարում է Բրիտանիայում լավագույն դրոշներից, լավագույն արտադրողներից է, ամենահեղինակավոր եւ բրիտանական եւ Հայաստանի Հանրապետության դրոշները տրամադրել է The Flag Studio ընկերությունը, որը Wales-ում է գտնվում, Interprint ընկերությունը Հայաստանում տպել է Dansterforce-ի այս դրոշը եւ այս դրոշը ստեղծել եմ ես, գաղափարը իմն է ամբողջությամբ, որովհետեւ Dansterforce-ը չի ունեցել դրոշ եւ դա պատմական փաստ է, բայց սիմվոլիկ դրոշը ստեղծել եմ ես, պատմական ճշգրիտ տվյալների վրա հենվելով եւ դրոշը տպել է Interprint-ը, ինչպես ասեցի, դրոշի դիզայներն է եւ դիզայնի հարցում մեծապես օգնել է Միլանից երիտասարդ դիզայներ Իզաբելա Նալչաջյանը եւ կարծում եմ շատ գեղեցիկ դրոշ է ստացվել Դանստերվիլի գեներալական Cap Badge-ի պատկերով Dansterforce Խեցինք Օմանի եւ Սոմալիի ամենաբարձրակարգ խունկ Frankincense and Myrrh տեղադրել ենք դրոշակներ բրիտանական եւ Հայաստանի Հանրապետության ի պատիվ Դանստերվիլի եւ նրա կնոջ եւ խնկամանը մեզ համար կերտել եւ տրամադրել է քարագործ վարպետ Լիբանանից եւ Գյումրիից, Բեյրութից եւ Գյումրիից Նարինե Փոլադյանը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցեցին իմ այս գաղափարին։ Գաղափարի կարևորությունը կայանում է նրանում, որ մենք պիտի հասկանանք պատմականային անցքերը, որոնք այսօր էլ շարունակում են կարևոր մնալ եւ այսօր առավել քան երբևէ կարևոր են։ Միևնույն ժամանակ մենք պիտի պատվի արժանացնենք եւ մեծարենք այն պատմական դեմքերին, որոնք ի տարբերություն այսօրվա գրեթե բոլոր գործիչների եւ ի տարբերություն ժամանակի հսկական հոսանքների եւ ի հակառակություն ամեն ինչ արել են, որպեսզի լինի Հայաստան ամենատարբեր մոտիվներով, ամենատարբեր շահերից ելնելով, բայց կարևոր չէ, ամեն ինչ արել են, որպեսզի լինի Հայաստան, որպեսզի լինեն հայեր։ Եվ մարդիկ կան, ինչպես Դանստերվիլը, գեներալ Դանստերվիլը, որոնք կատարել են հսկայական գործ, բայց փոխանակ շնորհակալության արժանանալու արժանացել են հայհոյանքի։ Եվ այդպիսի օրինակներ այսօր մենք նույնպես տեսնում ենք։ Այսօրվա իրականությունում նույնպես այդպիսի օրինակներ կան։ Վարամ Հարությունյանի հետ մենք մաքրեցինք այս գերեզմանը, մոլախոտերով էր ծածկված, խունկ ծխացինք, առաջին անգամ թաղումից ի վեր 1946 թվականին Դանստերվիլի եւ 60-ականներին իր կնոջ այս գերեզմանի վրա ծածանվում են բրիտանական դրոշ, առաջին անգամ ընդհանրապես արկա է Դանստերվիլի Dansterforce-ի դրոշը, առաջին անգամ այս գերեզմանի վրա այս քաղաքում ծածանվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, ես չեմ կարծում, որ Թուրքիայում որևէ հայ կա կամ որևէ հայ եկել է երկարաժամկետ, իհարկե տուրիստ վստահ եմ, որ եկել են, եւ չեմ կարծում, թե այցելողներ կան Դանստերվիլի գերեզմանին, որովհետեւ գերեզմանը այնքան էլ լավ վիճակում չէր։ Գերեզմանին հետևում են բնականաբար, բայց այնպես չի, որ սա այցելվող գերեզմանի տեսք ուներ ամեն դեպքում, խոտը կտրված էր հիմնականում, թեև մենք մաքրեցինք մոլախոտերը, բայց տպավորություն էր, որ սա չայցելվող գերեզման է։ Դանստերվիլը կարևորագույն կերպար է հայոց պատմության մեջ եւ այս կերպարը պետք է արժանանա արդարացի գնահատականի եւ պետք է արժանանա երախտագիտության եւ պետք է արժանանա շնորհակալության եւ պետք է հիշվի եւ ենթադրում եմ լինելով առաջին եւ դեռևս միակ հայը, որը այսքան ճանապարհ է կտրել եւ եկել է այստեղ մեծ քանակությամբ պարագաներ բերելով իմ ընկերոջ Վարամ Հարությունյանի հետ, ես ուզում եմ
ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մենք չգիտենք պատմություն եւ որ մենք պատմությունը, հատկապես սեփական պատմությունը մեկնաբանում ենք ճիշտ հակառակ կերպով, ինչպես որ եղել է, դրա հակառակ ձևով։ Ես նրան պիտի վերջ տալ, եթե ուզում ենք հեռանկարի հույս ունենալ։ Անձամբ ես հեռանկարի հույս չունեմ, որովհետեւ տեսնում եմ, որ պատմությունը կրկնվում է, ինչպես ասի, որովհետեւ դասեր չեն քաղում պատմությունից։ Դասեր չեն քաղվում եւ չեն քաղվելու։ Բայց Դանստերվիլի պես մարդիկ պիտի օրինակ ծառայեն գոնե պատմության համար եւ պատմության մեջ մնալու առումով, որ եղել են այսպիսի մարդիկ, որ մեղավորը իրենք չեն, որ մեղավորը բոլորովին այլ ուժեր եւ այլ հանգամանքներ են։ Եվ ես այստեղ եմ հաստատելու այդ ճշմարտությունը, մի նոր ճշմարտություն, որի աչքերին մենք պիտի քաջություն ունենանք նայելու։ Մենք ասելով նրանք, ովքեր հասկանում են։ Հետևաբար խունկ եւ աղոթք այս մարդու գերեզմանին, որը չունեցավ այլընտրանք, քան հեռանալու գոնե փրկելու համար իր զորքերը։ Եվ այո, դրա արդյունքում եղավ կոտորած, բայց այդ կոտորածը միևնույն է լինելու էր։ Այդ կոտորածն անխուսափելի էր, որովհետև կար այլ ուժերի որոշում չպայքարել, չդիմադրել եւ կար պահանջ Դանստերվիլից գալ եւ կռվել իրենց փոխարեն, որը բնականաբար չէր կարող տեղի ունենալ։ Lionel C. Dansterville, բրիտանական կայսերական բանակի գեներալ, Բաքվի պաշտպան, բազմաթիվ հայերի փրկիչ, հայկական հարցի եւ բրիտանական շահերի եւ հայ-բրիտանական դաշնակցության բացառիկ ռազմական առաջամարտիկ։ Գեներալ Lionel Dunsterville կամ General Lionel Dunsterville, Torquay, Devon, Anglia.